Մի օր մենք արթնանանք եւ լսենք, որ ԵՄ դիտորդները Հայաստանից հեռանում են։ Դե եթե ներկայիս ռազմաքաղաքական ղեկավարությունները կդավաճանեն Հայաստանի Հանրապետության ազգային շահերի եւ անվտանգ կեցություն ունենալու հանգամանքը, գուցե եւ լինի, բայց ես չեմ կարծում, որ դավաճանեն։ Ի վերջո հո դավաճան չեն, հո պետական դավաճան չեն։ Եվ վերջո մենք նրանց ընտրել ենք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ոտքի կանգնեցնեն, չէ՞։ Եկեք գիծ քաշենք 21-րդ դարում նոր մոտեցումներով, նոր ուժեր, որոնք ապականված չեն, որոնք առնետավազքով չեն։ Մեզ մեղադրում են, ասում են դաշնակ են, բևեռական են, սա են, նա են։ Ոչ մի բան ենք, ոչ եղել ենք դաշնակ, ոչ էլ եղել ենք բևեռական, ոչ էլ այլ կուսակցական։ Մաքուր ուժ է։ Մաքուր ուժ, ոչ մեկի հետ կապ չունի, ոչ մեկի չի սնում սահմանը։ Բայց մենք գիտենք, որ վարչապետը դելիմիտացիայով եւ դեմարկացիայով չի զբաղվում անձամբ, չէ՞, ով է զբաղվում։ Մհեր Գրիգորյանը, չէ՞։ Այո։ Դեմիլիտարիզացված գոտում եւ Հայաստանի հետ անկապտելի, բայց Ադրբեջանի կազմում Արժանապատիվ խաղաղություն, եթե փորձեք մի փոքր բացել, ինչ է նշանակում։ Արժանապատիվ խաղաղություն, որ Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է զինված ուժերի ներկայացվածություն ունենա Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում, Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչությունը իրավունք է ունենում իր պապենական բնորանում ապրելու, բայց դեմիլիտարիզացված գոտում եւ Հայաստանի հետ անկապտելի, բայց Ադրբեջանի կազմում պետք է պաշտպանես իրենց Արցախը ունենալու իրավունքը։ Ինչ վերաբերում է ինչ հիմունքներով, ապա կարող եք հարց տալ, ոչ թե պնդում, եւ ես դες կասել, որ մենք կողմնակից ենք միացում հիպոթեզին, ոչ թե անջատում։ Դա կլինի արդարացում։ Երկրորդը, հայ-ռուսական սլավոնական համալսարանը ռուսական պետական կառույց չէ։ Դա բուհ է, որը ռեզիդենտ է Հայաստանի Հանրապետության։ Ովքեր են հիմնադիրները։ Հիմնադիրները հայեր են։ Հիմնադրվել են ռեկտորները հայեր են։